Հնդկաստանը եւ Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ եւ ամբողջական հրադադարի շուրջ հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ դա հնարավոր է դարձել գիշերը տեղի ունեցած երկար բանակցություններից հետո։ Շնորհավորում եմ երկու երկրին առողջ բանականությունը ընտրելու համար, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հայտարարել էր Հնդկաստանի դեմ Բանյանուն Մարսուս ամուր պատերազմական գործողության մեկնարկի մասին։ Իսլամաբադից նշել էին, որ սա պատասխանն է պակիստանյան ավիաբազաների թիրախավորմանը։ Հնդկաստանի իշխանությունն աղաղակող էսկալացիա էր որակել Պակիստանի գործողությունները, նախազգուշացրել պատրաստ են ռազմական արձագանք տալ բոլոր հարձակումներին։ Նյու Դելհին հարևան երկրի ուժերին մեղադրել էր սահմանի երկայնքով ԱԹՍ-ների հարձակման, սահմանի մոտ ուժեր տեղափոխելու, քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու եւ կրոնական օբյեկտները թիրախավորելու համար։ ԶԼՄ-ների տվյալով երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Այնուհանդերձ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը ներկայումս չի դիտարկում միջուկային զինանոցն օգտագործելու հարցը։ Նա նշել էր, որ Պակիստանը չի շարունակի ռազմական գործողությունները, եթե Հնդկաստանը եւս դադարեցնի դրանք։ Հիշեցնենք, երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել էին Ջամու եւ Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելհին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին։ Վաշինգտոնից հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում միակողմանիորեն նվազեցնել չինական ապրանքների համար ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը։ Սպիտակ տան խոսնակը շեշտել է, Պեկինը պետք է գնա զիջումների։ Քերոլայն Լևիտի խոսքերը հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Չինաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 80%-ի։ Հայտնի է, որ Ժնևում մեկնարկել են առևտրատնտեսական հարցերի շուրջ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները, որոնց մասնակցում են Չինաստանի փոխվարչապետ Հելի Ֆենը եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը համոզմունք էր հայտնել, որ կողմերին կհաջողվի արդար գործարք կնքել։ Ֆրանսիայի նախագահը եւ Լեհաստանի վարչապետը բարեկամության եւ համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել։ Նախատեսվում է ամրապնդել հարաբերությունները մասնավորապես պաշտպանության, էներգետիկայի, տնտեսության, արդյունաբերության, գիտության եւ մշակույթի ոլորտներում։ Մենք ցանկանում ենք ստեղծել իսկապես ներառական պաշտպանական գործընկերություն։ Սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը, նշել է Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով պայմանագրում փոխադարձ ռազմական օգնության մասին կետի ներառումը պետք է շատ հստակ ազդանշան լինի։ Դոնալդ Տուսկն էլ համոզմունք է հայտնել, որ երկկողմ համաձայնագիրը կնպաստի ամբողջ Եվրոպայի անվտանգությանը եւ կայունությանը։ Լեհաստանի վարչապետը հավելել է, Վարշավան եւ Փարիզը կշարունակեն համակարգումը նաեւ Ուկրաինայի հարցով։ Այնուհետև Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ղեկավարները մեկնել են Կիև։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, եթե ռուսական ուժերը չհարգեն հրադադարը, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները կուժեղացնեն Մոսկվայի վրա ճնշումը։ Ուկրաինայում որոշվում է ամբողջ Եվրոպայի անվտանգության հարցը, շեշտել է նա։ Եվրոպացի առաջնորդներին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին, բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Կիևը եւ դաշնակիցները պատրաստ են լիակատար անվերապահ հրադադարի ցամաքում, օդում եւ ծովում առնվազն 30 օրով, սկսած մայիսի 12-ից, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինուժը խստորեն պահպանում է մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված երրորդյա հրադադարը եւ մնում գրավված դիրքերում։ Միևնույն ժամանակ գերատեսչությունը մեղադրել է Ուկրաինային կրակի դադարեցման ռեժիմը խախտելու եւ Կուրսկի ու Բելգորոդի ուղղությամբ Ռուսաստանի պետական սահմանը հատելու փորձերի համար։ Այս պայմաններում Ռուսաստանի զինված ուժերը համարժեք արձագանք է տալիս, հավելել է գերատեսչությունը։ Կիևն էլ Ռուսաստանին է մեղադրել հրադադարը խախտելու համար։ Ըստ ուկրաինական կողմի ռուսական ուժերը շարունակում են առաջնագծում ռազմական գործողությունները։ Դիանա Գասպարյան, լուրեր։